Մշակույթի զարգացման հիմնադրամի և ռուս-հայկական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր, ըստ որի համալսարանի կոմունիկացիոն դիզայն կրթական ծրագրի ուսանողները որպես ավարտական աշխատանքի թեմակ իրականացնեն ՀՀԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող թանգարանների բրենդավորումը և վերաբրենդավորումը։ Համատեղ կկազմակերպեն և կանցկացնեն բաց դասեր, սեմինարներ և մասնագիտական քննարկումներ, գիտաժողովներ և ցուցահանդեսներ, ինչպես նաև համալսարանի կոմունիկացիոն դիզայն կրթական ծրագրի դասախոսները վարպետաց դասեր կանցկացնեն հիմնադրամի դիզայնների համար։ Այս մասին մենք կխոսենք այսօր մեր հյուրերի հետ։ Սիրով մեր տաղավարում հյուրընկալել ենք հիմնադրամի և ծրագրի PR ղեկավար Ռոզա Գրիգորյանին և կոմունիկացիոն դիզայն ծրագրի դասախոս Գարեգին Մարտիրոսյանին։ Բարի լույս։ Բարի լույս։ Շատ լավ, շատ շնորհակալ ենք նման հնարավորության համար ծրագիրը ներկայացնելու և համագործակցության մասին խոսելու։ Մենք ենք շնորհակալ վաղ առավոտյան գալու, դե սկսենք ամենակարևորից ու հետաքրքիր դրվագներից։ Անպայման։ Նշեմ, որ Հայաստանում գործում է շատ կարևոր կրթական ծրագիր կոմունիկացիոն դիզայն անունով, որը գործում է Ռուսաստանի Դաշնության տնտեսագիտության միջազգային դպրոցի հետ հայտնի Վիշկայի կողմից և հայ-ռուսական սլավոնական համալսարանի հետ համագործակցությամբ է ընթանում։ Արդեն մի քանի տարի գործում է, արդեն կան ուսանողներ, որոնք սովորում են այդ կրթական ծրագրով և Մշակույթի զարգացման հիմնադրամի հետ գաղափար առաջացավ համագործակցել ուսանողների հետ, քանի որ ինչպես գիտենք, մեր բազմաթիվ թանգարաններ կարիք ունեն վերաբրենդավորման, նոր, այսպես ասած, այդենտիկայով ներկայանալու, ավելի հետաքրքիր, ավելի մոդեռն եւ ինչպես գիտենք, առհասարակ դիզայնի դպրոցը համարվում է ամենաստեղծարար, ամենահետաքրքիր կառույցներից մեկը եւ ունի տարբեր մասնաճյուղեր եւ այդպիսով այդ համագործակցությունը սպասում ենք, որ շատ հետաքրքիր արդյունքներ պետք է բերի։ Նաև նշեմ, որ կոմունիկացիոն դիզայն ծրագրի դասախոսներն են վարպետաց դասեր անցկացնելու բոլոր այն մարդկանց համար, ովքեր զբաղվում են թանգարանների տարբեր էջերի վարմամբ, նաև տարբեր աստառների մշակմամբ, կիսելով իրենց փորձը եւ կարծում եմ, որ սա շատ արդյունավետ երկուստեք համագործակցություն է։ Պարոն Մարտիրոսյան, որ թանգարաններից եք սկսել։ Կան արդեն համագործակցության եզրեր, թե նոր հայտ է ներկայացվում առայժմ։ Դեռ նոր հայտ է ներկայացվել ու այնպես է ստացվել, որ մեր կրթական ծրագրում, այսինքն նոր տարուց հետո մեր կրթական ծրագրում նախատեսված էր, որ մշակութային կառույցների համար բրենդավորում պետք է արվի, հենց առարկանա եւ առաջադրանքն է ուսանողների, այնպես ստացվեց, որ համընկնեց։ Այս խոսակցությունները շատ վաղուց էին, արդեն մի տարուց ավել էր գնում այդ համագործակցելու ու այդպես ստացվեց, որ արդեն այդ ստորագրվեց այդ մեմորանդումը եւ մենք հենց ներգրավել ենք ուսանողներին եւ այդ արդեն ուսանողները աստորեն ստացվել է ոչ թե ուղղակի առաջադրանք են անելու, այլ շատ կոնկրետ նախագիծ է, շոշափելի, որը իրականացվելու է։ Ասեմ, որ բուհը բացի մեր երևանյան բանից ունի շատ բազմամյա փորձ ունի Մոսկվայի այդ Վիշկա ասած դիզայնի դպրոցը շատ բազմամյա փորձ ունի եւ այնտեղ հոյակապ մասնագետներ են ու մեզ ոնց որ փաստորեն շատ լավ է ստացվել, որ այդ մասնագետները նաեւ արդեն Հայաստանում են եւ ստեղծվում է հայկական դպրոց դիզայնի, որ շատ կարեւոր է, շատ լավ դպրոց է, այո, Հայաստանում կան նաեւ ուրիշ դպրոցներ, բայց եւս մեկ կառույց է ստեղծվում, որը շատ կարեւոր է ու լավագույն մասնագետներն են, ու արդեն 3-րդ տարին է մենք աշխատում ենք Հայաստանում եւ ուսանողները փաստորեն այս կոնկրետ նախագիծ են անելու 3-րդ մոդուլն է այդպես կոչված, հունվարից սկսելու են այս մշակութային ինստիտուցիաների համար բրենդավորում եւ կլինի կոնկրետ հայկական թանգարաններ, տարբեր բաներ, որ շատ լավ է, շատ հետաքրքիր կլինի եւ կարեւոր է։ Այստեղ նաև մենք խոսեցինք բաց դասերի, սեմինարների եւ քննարկումների մասին, ըստ թանգարանների բլոկը ավարտեցինք, գանք այս կտորին։ Կմանրամասնեք ինչի մասին է խոսք, ինչ ծրագրեր կան 2026-ին։ Տեսեք, կոմունիկացիոն դիզայնի դպրոցը արդեն 3-րդ տարին որ գործում ենք, ամեն տարի անցկացվում են դիզայնի օրեր Հայաստանում։ Հիմնականում աշնանը եւ գարնանը։
այդ դիզայնի օրերին հրավիրվում են թե արտերկրից մասնագետներ, թե ներգրավում են Հայաստանի լավագույն մասնագետները, բաց դասեր են, workshop-եր են, master class-եր են անցկացվում ու ելույթ են ունենում լավագույն մասնագետները, որը հնարավորություն է տալի մեր ցավոք տենց է ստացվել, որ լավ մասնագետները մի քիչ շրջանցում են Հայաստանը, ավելի շատ Վրաստան են գնում, բան են անում, իսկ ես սա բաց շատ մեծ հնարավորություն է, որ իրանք գալիս են ու հնարավորություն կա շփվել այդ մասնագետների հետ։ Իդեպ այդ մասնագետները ոչ թե ուղղակի ասենք մենք ասում ենք հա Մոսկվայից են, լավն են, Էսյանյան, բայց իրանք անում, իրանք ամբողջ աշխարհում հայտնի են։ Չնայած այս ամեն ինչին, որ կատարվում է եւ այդ սանկցիաներին, որ Ռուսաստանը ռուսական բուհերը ավելի քիչ են շփվում արտասահմանյան, բայց վիշկայի դիզայնի դպրոցը ոչ մի բան չի փոխվել, իրանք ունեն մեծ կապեր եւ եվրոպական եւ ամերիկյան բուհերի հետ, որտեղ լավագույններից մեկն է իրոք աշխարհում այդ դպրոցը, եւ այդ մասնագետները գալիս են եւ ամեն տարին երկու անգամ այդ բաները լինում են։ Թեմաները տարբեր են լինելու, բնականաբար, քանի որ այդ մեմորանդումը ստորագրվել է, հիմա ավելի ակցենտը դրվելու է այդ թանգարանների եւ մշակութային ինստիտուցիաների վրա։ Դրանց բրենդավորման։ Ռոզա, ձեր խոսքում նշեցիք, որ նրանք օգնեն թանգարաններին, մշակութային հաստատություններին ավելի մոդեռն, ժամանակակից աշխարհին հարիր ներկայանալ։ Խնդրեի փակագծերը բացեիք, խոսքը ինչի մասին է, ինչ հարցում են օգնելու, կապերի, թե նորովի ներկայանալու։ Մինչև այդ նախ նշեմ, որ նախորդ տարի կառավարության որոշմամբ ստեղծվեց մշակույթի զարգացման հիմնադրամը, որը հենց զբաղվում է հայաստանյան գրեթե բոլոր թանգարանների, PR, մարքեթինգ, SMM եւ այլ տարբեր գործառույթների իրականացմամբ եւ հենց մշակույթի զարգացման հիմնադրամի նպատակն է թանգարանները դարձնել ել ավելի մոդեռն, ել ավելի գրավիչ։ Վերջին շատ կարեւոր նախագծերից նշեմ, որ նաեւ մեր աշխատանքի արդյունքում թանգարանային գիշերը ունեցավ մի քանի հազար ավելի այցելու, քան օրինակ նախորդ տարի էր, ինչի կապակցությամբ եւս շատ հպարտանում եմ։ Եվ նմանատիպ համագործակցությունները տարբեր ծրագրերի հետ ել ավելի են օգնելու, ել ավելի են օժանդակելու նրան, որ թանգարանները դառնան ավելի գրավիչ վայրեր, թանգարանները դառնան ել ավելի հետաքրքիր։ Այս նախաձեռնությունը իրայությամբ կարելի ասել բացառիկ է, որովհետև սովորաբար գիտենք, որ վերաբրենդավորում իրականացնում են ինչ-որ հայտնի ընկերություններ, ինչ-որ հայտնի կազմակերպություններ, իսկ այս պարագայում շանս է տրվում երիտասարդներին։ Հենց մեր մեջից։ Այո, եւ դա շատ կարեւոր է եւ շատ հետաքրքիր է, երբ նոր սերնդին նրանց աչքերով նայելու։ Նրանց աչքերով, որովհետև ինչու ոչ, նրանք եւս մեր թիրախն են, նրանք եւս թանգարաններ պիտի այցելեն, եւ նրանք պետք է թանգարաններ այցելեն։ Այո, հենց հատկապես այդ դպրոցականն է, սերնդեսերունդ փոխանցողները ամեն դեպքում նոր ովի, նոր շնչով։ Եվ կարծում ենք, որ իրենք եւս կկարողանան մտածել այնպիսի մեխանիզմներ, այնպիսի հետաքրքիր էլեմենտներ, որոնք կհետաքրքիր կլինեն նաեւ իրենց սերնդագիցներին։ Բացի այդ, պետք է ավելացնեմ, որ ամեն դեպքում շատ կարևոր է այդ բրենդավորումը այդ թանգարանների ինչի, որտեղ շատ բաներ կա, որ բաց է մեր մոտ, այսինքն նույն այդ թանգարանում նավիգացիոն համակարգը, նույն այդ ինֆորմացիոն բլոկերը, ոչ մի բան փաստորեն այդ թանգարանները չունեն եւ իրանց ճանաչողականությունը շատ ցածր մակարդակի վրա է, որտեղ բազմաթիվ թանգարաններ ունենք, որոնց մասին ընդհանրապես ինֆորմացիա չունենք, որ կան տենց հետաքրքիր թանգարաններ, իսկ իրանք շատ են եւ այդ փաստորեն ասոցիացիան այդ բոլոր թանգարանները այդ ծրագրի մեջ են եւ այդ բոլորը փաստորեն կունենան իրենց նոր բրենդը, նոր դեմքը, նոր բանը։ Այդ նույնն է ինչպես կոմերցիոն ընկերություններ, բոլոր կոմերցիոն ընկերությունները ձգտում են ունենալ լավ լոգո, լավ ինչ-որ ֆիրմա, ոչ identity ունենան, նույնիսկ երկրներն են, ասենք մի քանի տարի առաջ Հայաստանն էլ ունեցավ տուրիստական բրենդ։ Եվ դա շատ կարևոր է, իսկ դա այդ բացը, այս ծրագիրը նպատակը հենց այդ բացը լրացնելն է։ Օրինակ ինձ հետաքրքիր է, ինչ թանգարաններ կան, որ մենք այսպես կարող ենք օրինակ անդրադառնալ, որ սպասում են որոշակի փոփոխություններ 2026-ին եւ օրինակ ես իմ մոտ այժմ կնշեմ մեր հերոսպայդիտողները հաջորդ գնալու ուր այցելել։
Առհասարակ խորհուրդ կտանք այցելել ամենուր, բոլոր թանգարանները բացահայտել, որովհետև ինչպես գիտեք, միշտ ասում ենք, որ Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ, ամենուր թանգարանները կան։ Տեսեք, հստակ որոշված չէ ցուցակը թանգարանների, որոնք ենթարկվելու են վերաբրենդավորման, դա արդեն հաջորդ տարի կհստակեցնենք, բայց նշեմ օրինակ, որ այս տարի Իսահակյանի 150-ամյակի հետ կապված օրինակ մշակույթի զարգացման հիմնադրամը իրականացրել է Իսահակյանի թանգարանի վերաբրենդավորումը եւ շատ հետաքրքիր թե իդենտիկա, թե լոգոտիպ եւ մնացած տարերն են ստացվել, այնպես որ այդ process-ը շատ շարունակական է լինելու, հետաքրքիր ձևով փաթեթավորել, ներկայացնել, թանգարանը դարձնել ել ավելի գրավիչ, ել ավելի հետաքրքիր, տարբեր մեթոդներ, տարբեր մեխանիզմներ կիրառելով։ Ծրագիրը որքանով է նախատեսում համագործակցություն կամ դասընթացներ, ասեմ, զբոսավարների մասով կա որոշակի առաջարկ։ Զբոսավարների մասով այս կտորով համագործակցություն չկա, կա միայն համագործակցություն դիզայնի տեսանկյունից, քանի որ դիզայնի դպրոցի հետ ենք համագործակցություն իրականացնում, բայց եթե կլինեն զբոսավարներ, որոնց ավելի հետաքրքիր կլինի հմտանալ դիզայնի տեսանկյունից գիտելիքներ ձեռք բերել, ապա իրենք նույնպես եւ առհասարակ հանրությունը նույնպես այդ բաց դասախոսություններին, բաց դասերին հնարավորություն կունենա մասնակցելու, ներկա գտնվելու։ Մարզերի թանգարանները որքանով են այսպես համագործակցության համար պատրաստ, բաց, ովքեր են այցելում այնտեղ։ Մարզերի թանգարանները եւս այո ներառված են այս ծրագրում, այնպես չէ որ միայն կենտրոնացումը լինելու է Երևանի թանգարանների վրա, ինչպես գիտենք, թե Հայաստանի ազգային պատկերասրահը, թե մնացած բազմաթիվ այլ կառույցներ ունեն իրենց մասնաճյուղներ, օրինակ գրականության եւ արվեստի թանգարանը ունի տարբեր մասնաճյուղեր այդ թվում մարզերում։ Իրենք նույնպես process-ում ներգրաված են, ներառված են, իրենց համար էլ է հետաքրքիր բաներ, կոնցեպտներ մտածվելու բնականաբար։ Հրաշալի։ Եկեք այսպես ամփոփենք նաև 2025-ը ինչ է արել հիմնադրամը, որպես այսպեսի մենք պատկերացնենք, որպես տարվա ամփոփում, տարեվերջյան նկարահանումներն են մեր նաև։ Մշակույթի զարգացման հիմնադրամը ամբողջ տարվա ընթացքում աշխատել է նպաստ թանգարանների հանրահռչակման, թանգարանների համար իրականացնելով տարբեր նախաձեռնություններ, թե PR-ի, թե մարքեթինգի, թե SMM-ի եւ մնացած տարբեր հարակից ոլորտներում։ Դժվար է առանձնացնել մեկ կամ երկու նախագիծ, որովհետեւ մենք ընդհանուր առմամբ բոլոր թանգարանների հետ համագործակցություն ունեցել ենք եւ բոլոր թանգարանների համար փորձել ենք կիրառել այդ գործառույթները։ Առհասարակ կարծում եմ, որ 2026-ն է շատ հետաքրքիր է լինելու այդ տեսանկյունից եւ հանրությունը ել ավելի նոր ձևով բացահայտելու է եւ վերաբացահայտելու է բազմաթիվ թանգարաններ։ Իսկ ինչ վերաբերում այս համագործակցությանը, ապա արդեն մենք այս համագործակցության արդյունքները եւ պտուղները կտեսնենք 2026 թվականի ընթացքում, որովհետեւ կա հստակ վերջնաժամկետ, կան հստակ արդեն դեդլայններ եւ մենք հետաքրքիր բաներ ենք գալու։ Ռոզա, ձեր թույլտվությամբ բացելով փակագծերը ասեմ, որ Ռոզան շատ ճանապարհորդում է, գոնե ես այդպիսի տպավորություն եմ ունենում ու լինում աշխարհի տարբեր թանգարաններում։ Օրինակ, ինչն է, որ դու այսպես չասեմ բարի նախանձով, լավ էլ նախանձով, բարի նախանձ չկա, նախանձ է կոչվում։ Նայում ես այդ թանգարաններին։ Կտրուկ ես։ Այսպես է։ Բարի նախանձ, եթե մի բան նախանձել բարին դրա որին է։ Ինչն է, որ ցանկանալի մեր երկրում էլ տեսնել մեր թանգարաններում, սկսած այցելուներից մինչև ամենափոքրիկ դետալներ, որոնք կարևոր են դարձնում։ Չեն արվում մեր մոտ գողություններ։ Լուվրի մասին է խոսքը։ Այո, ինչ վատ է։ Եվ պարկասով գողություններ, բայց ամեն դեպքում ես առհասարակ առաջին բանը, որ անում եմ ցանկացած երկիր մուտք գործելուց, թանգարան մտնելն է։ Ես Մասնագիտական։ Ինձ թվում է ավելի շատ սկսել է այդպես այդտեղից նոր մասնագիտական, հա, բայց շատ սիրում եմ իսկապես։ Ինչ եմ ես տեսնում այնտեղ այդ հիմնականում այդ սրճարանային միջավայրերը, որ ձևավորում են թանգարանների ներսում, առհասարակ նման նախաձեռնություն նման նպատակել հետագայում կա, բնականաբար մերչերն են ինձ շատ հետաքրքիր, ես միշտ ինչ որ թանգարաններից հետաքրքիր մերչեր եմ փորձում վերցնել, ձեռք բերել։ Այդ երկուսը հատկապես պակասում են Հայաստանում, բայց հուսով եմ, որ թե հիմնադրամը, թե առհասարակ թանգարանները այդ ամեն ինչը ինչ որ պահի իրականություն կդարձնեն, որովհետև այդ ուղղությամբ եւս աշխատանքներ տարվում են։ Իհարկե դուք ճիշտ եք նշում, գեղեցիկ ավանդույթներ են, պարզապես երբ հայեֆիկացվում է այդ ամեն ինչը, մի տեսակ այլ ուտուշ-խմուշային, էլի թույլ տվեք այդպես ասել, ցանկալի է, այո, իսկապես լինի հաճախելիությունը դրա շնորհիվ ակտիվացվի, բայց իսկապես այդ նրբին տեսակով պահպանելով լինի։ Ուղղակի մեր մոտ մի քիչ հաճախ այլ կերպ է լինում։ Օրինակ նույն Վան Գոգի թանգարանում ինձ շատ տպավորել էին այդ արևածաղիկներով հետաքրքիր թխվածքներ էին իրենք այո, իրենք ունեին տարբեր մենյուներ, որոնք բարբերաբար կարող ենք վաճառել։ Այո, ամեն ինչ հնարավոր է վաճառել։
Ուղղակի պետք է գեղեցիկ փաթեթավորել։ Մենք ունեցանք անհաջող փորձեր, այդ տպավորության տակ ենք մնացել, իրականում շատ գեղեցիկ նախաձեռնությունը, երբ կօգնի նաև թանգարանին այդ հասույթը առողջ մոտեցում է։ Պարզապես պետք է այդ նուրբ տարերը պահել։ Ուղղակի կան օրենսդրական որոշակի բաներ, որ փոփոխության պետք է ենթարկվեն, որպեսզի թանգարանը արդեն կարողանա նույն այդ սրճարանային օրինակ հատվածը ապահովել եւ իրականացնել։ Եթե բացի դրանից օրինակ շատ թանգարաններ կա, որ ասենք երբ մտնում ես, մեկ էլ իրանք շատ ուրախանում են, որ իրանց մոտ ինչ-որ մարդ մտավ, բազում ամբողջ լույսերը անկցրած, հատուկ քեսանոր լույսերը վառում են, քեզ ուղեկցում են բանը։ Դրանից է գալի, որ ուղղակի չգիտեմ, որ այդտեղ թանգարան կա, օրինակ, ասենք գիտեք, որ Աբովյան փողոցի վրա կա Դերենիկ Դեմիրճյանի տուն թանգարան։ Ես այնտեղ եմ աշխատում, դրանով պայմանավորված ուղղակի, ոչ թե թանգարանում, այլ փողոցում։ Ահա, իսկ շատերը ուղղակի չգիտեն, կամ Բաղրամյանի վրա Սիլվա Կապտիկյանի տուն թանգարան։ Այդտեղ չեմ աշխատում, չգիտեմ։ Հանրայնացման խնդիր ունենք Ասենք ոչ մեկ չգիտի, գոնե մի հատ ցուցանակ լինի թեթևակի, իսկ ասենք այս բաները մեծ բան չի դա, էլ այսպես որ չի արվել կամ շատ հա 100% դա աշխատելի է, որ երբ որ ուղղակի մարդիկ որտեղ հիմա այնա խոսում են հերոստատուցը, որ այս տարի ռեկորդ են խփել տուրիստների քանակով։ Բայց այդ տուրիստների քանակը հիմնական այդ տուրիստները այցելում են այդ գաստրո ինչ որ կետեր եւ ամենախոշոր հայտնի թանգարաններ եւ վերջ, բայց բազմաթիվ շատ ավելի հետաքրքիր փոքր գողտրիկ թանգարաններ կան, որոնց մասին ուղղակի ոչ մեկ բան չգիտի եւ չգիտի, որ այդ իրան կողքով անցել է ուղղակի, բայց չի մտել։ Հուսանք ու կարծում ենք, որ ձեր նախաձեռնության ծրագրերի արդյունքում նրանք ավելի հանրային կդառնան ձեր նշած իսկ արվեստի հաստատությունները, թանգարանները, ձեզ լավոր ենք մաղթում։ Շնորհակալություն մեզ հյուր գալու համար, հարգելի հեռուստադիտողներ, շնորհակալ ենք, որ վաղ առավոտյան մեզ հետ եկեք։ Չգիտեմ, ինչ փոքրիկ բաց թողում եղավ, մենք այսօր չմատնանշեցինք, որ շաբաթվա իմ սիրելի օրն է, հետևաբար բոլորիդ լավ հանգստյան օրեր։ Նախատոնական օրեր։ Այո։